Կուզեի իմանալ այդ օտարված մանկապարտեզների որ տոկոսն է այսօր պատկանում հանրային այսպես դեմք հանդիսացող, ճանաչողություն ունեցող անհատ մարդկանց եւ որ տոկոսն է պատկանում բնակիչներին, այսինքն սովորական քաղաքացիներին, ովքեր ժամանակին ապրելու տեղ չեն ունեցել եւ ինչպես այսօր եք դուք խորհրդային տարիներին կառուցված հանրակացարանները մարդկանց տալիս այսպես անվճար ովքեր տուն չունեն ապրելու բաժանում եք, օտարում եք պետականորեն առանց գումարի, առանց վաճառքի, առանց չգիտեմ ինչի, այնպես էլ այն ժամանակ են արել գուցե։ Դուք բացարձակ այդ մասին չխոսեցիք, ես ուզում եմ իմանալ, որ տոկոսն է բնակեցված քաղաքացիներով։ Տիկին Մելիքյան, նախ փաստենք, որ դուք ոչ միայն ոչ թե անթակույց, այլ շատ ուղիղ կերպով պաշտպանեցիք այդ տարիներին այս գործարքներ իրականացրած աշխատակիցներին, ասեմ, որ հիմա ամեն շատ ավելի թափանցիկ եւ հասանելի է, հատկապես էլեկտրոնային դարում, եւ ես նշեցի, որ հիմնականում օտարվել են հետեւյալ պատճառաբանություններով. նվազ հաճախում երեխաների կամ շենքի վթարային աստիճանով, բայց դրանք հիմնավորող փաստաթղթեր առկա չեն եղել եւ հետեւաբար եզրակացությունը հետեւյալն է, որ դրանք հավանաբար եղել են անհիմն, հատկապես երբ որ մենք այսօր ունենք հազարավոր երեխաների հերթեր, հետեւաբար ձեր պնդումը, որ ես չեմ ներկայացրել, դա այդպես չի, ես պատճառները ներկայացրել եմ։ Ինչ վերաբերվում է հանրային դեմքեր եւ այլն, հիմնականում դրանք կապված են եղել տվյալ ժամանակահատվածում թաղապետերի հետ, որովհետև այդ ժամանակում եղել են թաղային համայնքներ, այսինքն ավականիները եղել են առանձին թաղերում եւ այդ ֆորմատներով են այդ որոշումները կայացվել, հիմնականում կապված են տվյալ տարիների թաղապետերի, ավականիների, մերձավոր ազգականների հետ, իրենց հետ փոխկապակցված անձանց հետ եւ այսինքն հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ այլն, իսկ տոկոսային առումով այո ճիշտ եք ասում, կա որոշակի հատված, որոնք որ տվել են, այսպես ասած ձևակերպումը հետեւյալն է, անապահով ինչ-որ մարդկանց, բայց եթե դուք իմ ասում եք, որ մենք հանրակացարաններն ենք տալի, հանրակացարանը մի բան է, մանկապարտեզի շենքը մեկ այլ բան է, մենք մանկապարտեզի շենքը, որը մեկ ինչ ենք տալիս ապրելու համար, եւ այդտեղ էլ մեծ հարց կա այդ մարդկանց, որ գները որ տրվել է, այդտեղ էլ մենք խնդիր ունենք, արդյոք այդ մարդիկ իրապես շահառու էին, թե նրանք նույնպես փոխկապակցված անձինք էին, դա արդեն դատախազությունը կպարզի։ Արձագանք։ Ուրեմն նախ ես բարոյական իրավունք ունեմ պաշտպանելու այն ժամանակաշրջանը, որում ապրել եմ, իսկ դուք հատկապես բարոյական իրավունք չունեք դատելու այն ժամանակաշրջանի մասին, երբ դուք գուցե ծնված չեք եղել կամ եթե ծնված եք եղել, ապա դեռ գիտակից չեք եղել։ Ուրեմն սա մեկ բարոյական կողմը։ Ինչ վերաբերում է ձեր զեկույցին, ձեր զեկույցը բացարձակապես ուսումնասիրության արդյունք չէր, ուսումնասիրության նման չէր։ Դուք խոստովանեցիք, որ ձեր աղբյուրը ընդամենը վարչական եղանակով վարչական տարածքների ղեկավարներից ինչ որ թղթեր ուզելն է եղել կամ ինչ որ համացանցում ինչ որ բաներ նայելն է եղել։ Դա ուսումնասիրության աղբյուր հավաստի չի կարող լինել։ Հավաստի ուսումնասիրության աղբյուրը կոնկրետ գնալ, տեղում ուսումնասիրել, հարցնել, այսինքն ես որպես ուսումնասիրող եմ ասում։ Դուք բացարձակապես ձեր ելույթի մեջ չկար տարբերությունը այսօրվա ժամանակաշրջանի այն ժամանակաշրջանի միջև ընդհանուր բնութագիր։ Ինչ հնարավորություններ կային, ինչ պատճառներով լուրջ պատճառներով են օտարվել այդ բաները եւ ինչու չէին կարող այն ժամանակ ուրիշ կերպ վարվել եւ այլն։ Դու այսպեսի ոչ մի ուսումնասիրության բան չերևաց ձեր աշխատանքի արդյունքում, դրա համար ես խիստ զարմացած եմ, որ դուք դա ներկայացնում եք որպես մի ամբողջ հանձնաժողովի 6 ամիս կատարած աշխատանքի արդյունք։ Սա ուսումնասիրություն չէր եւ ես ուղղակի զարմացած եմ, ոնց կարելի է համեմատել 90-ականների ավերակ երեխա չունեցող
պայման չունեցող, հոսանք չունեցող, չգիտեմ ինչ չունեցող, ինձ թվում է դուք դե շնորհակալություն հայտնեք, այնպես չի, որ ես վատ եմ զգում, որ դուք ասում եք պաշտպանում եմ, շատ լավ եմ անում եւ ամենտեղ կարող եմ բարձրադանել, որ պիտի պաշտպանեմ այն ժամանակաշրջանը, որտեվ չեղած տեղից ծաղկուն խորհրդային հանրապետությունը ավերած, թալանած քաղաքական ուժը այնպիսի վիճակ էր ստեղծել, գումարած երկրաշարժն ու պատերազմը, որ այն ժամանակվա իշխանությունները ավելի լուրջ հարցեր էին լուծում, քան այդ մանկապարտեզների հարցը, հատկապես որ երեխա չկար մանկապարտեզ գնացող, կանայք աշխատանք չունեին, գործարաններ էին փակվել, մարդիկ տանն էին, իրենց երեխաներին պահում էին, դրանք էլ ավերակ վիճակում էին։ Ինձ թվում է դուք շնորհակալություն պիտի հայտնեք նույնիսկ այն ձեր տեսանկյունից հանցագործ, այսպես ասենք, կոռուպցիոներներին, ովքեր վերցրել են, փայլուն պայմաններ են ստեղծել, վերանորոգել են, սարքել են, ու հիմա եթե հնարավոր լինի գոնե մի որոշ տոկոս վերադարձնել, մենք պատրաստի փայլուն պայմաններ կունենանք մեր հաջորդ մանկապարտեզների համար, դուք էլ բյուջեից փող չեք մսխի։